Շնորհակալություն, բարև ձեզ, եկաք տաղավար, մի քանի թեմաներ եք առանձնացրել, մենք երկար ժամանակի առաջ ենք ունեցած այս զրուցելու, թեմաները շատ են, խնդրեմ սկսել, կարծում երկու բլոկից կարելի է կազմել մեր այսօրվա եթերը, առաջին հատվածում մեր քաղաքական իրողությունն է, մենք տեսանք վերջին օրերի, վերջին շրջանում բավականին, այսպես ջղաձգված են իշխանականները, նախ Ալեն Սիմոնյանի հայհոյանքը, դրանից առաջ Նիկոլ Փաշինյանի հարձակումը Արցախցի կնոջ և նրա որդու վրա ներկայությամբ, այո, երեք Ալեն Սիմոնյանի եղբայրները Մայրիկին, Էստեր Վաղովես ամեն հետ կապված, խնդրեմ սրանցից սկսենք, հետո նաև արդեն կարևոր է, թե այդ շակերտավոր խաղաղությունը, որը մեզ երակում ու վախեցնում, որ եթե իրենք չլինեն, լինելով իշխանության 4 պատերազմ են վերել, ավելի շատ է կանրադառնամ, այո, բայց իրենք շարունակում են վախեցնել, որ եթե հիմնենք համարժ չեղան, պատերազմ է լինել, համեցել։ Շնորհակալություն, ես նույնպես շնորհակալ եմ, որ հնարավորություն եմ հիմա խոսելու, արտահայտելու իմ անհանգստությունը, ինչպես նաև պայքարի կոչ անելու իմ հայրենակիցներին։ Իհարկե ցավում է, որ երկար ժամանակ չի ստացվել հանդիպենք, բայց հուսամ շուտով այդ բացը կլրացնենք։ Նախ առաջին անդրադառնամ Սասուն կոչվածին։ Լրագրողները հարց են տալիս ինչպես եք վերաբերվում, եւ ահա իբրև թե պատերազմի մասնակցած մարդը ասում է, որ հայհոյանքը դա ինչ ասեց Մարիամ ջան, արքայություն է։ Ուրեմն լսիր տգետ, դե միանգամայն հասկանալի է, չէ, որ դու Աննա Հակոբյանի այն կրթական ծրագրով ես գնում, կրթությունը նորաձև է։ Հավանաբար նորաձև կրթության ամենամեծ արժե համակարգը Սասուն, դա երևի հայհոյանքի արքայություն է, բայց դու չգիտես էլ այդ տգետ, որ հայհոյանքը ոչ թե արքայություն է, այլ ժողովուրդը մի լավ խոսք ունի, ասում է, այս ինչ բանի դեմ, այս ինչ բան անողը բանն է արքայություն։ Եվ հայհոյանքը դա ժողովրդական բանահյուսություն է, Սասուն, իսկ ես ամեն օր շրջելով Հայաստանում տեսնում թե հայ ժողովուրդը ինչ լավ բանահյուսություն է ասում քո մասին եւ քո շրջապատի մասին, տգետ, հայհոյանքը երբեք արքայություն չի եղել, այ քո նման ցածրակարգ մարդիկ են, որ նման արժե համակարգից են կարճած եւ փորձում են դա թելադրել եւ իմացիր, որ ամեն նոր 24 ժամվա ռեժիմով հայ ժողովուրդը, արժանապատիվ հայ ժողովուրդը քեզ ու քո նմաններին, թուրքի դեմ խոնարհվածներին հայոց բանասիրության ամենագեղեցիկ ձևով քեզ ուղարկում են արքայություն, վայելես այդ արքայությունը։ Մյուսն անդրադառնամ Ալեն Սիմոնյանի եւ ուրեմն նրա խայտարակ պահվածքի նույնպես, ինչպես նաեւ նորից եւս մեկ անգամ, հարձակվեց քաղաքացու վրա եւ հայհոյանք տվեց։ Դե բնականաբար Ալենը եւ իր շրջապատը, իր ընտանիքը ուրեմն դուրս են եկել մատ ցույց տալու գաստրոլներին։ Եվ իրենց այսպես նորից կրթությունը նորաձև է արժե համակարգից, որտեղ պատտվում են միջնամատ են ցույց տալիս։ Գնում են եկեղեցու բակը, ուրեմն պայքարելու այսպես ասած, կաթողիկոսի դեմ, իրենց աջակիցները այնտեղ բերանները ծամոն միջնամատ են ցույց տալիս։ Գնում են գառնի, մեկն ասում է քարով տան գլուխը ջարդենք։ Ես չգիտեմ, գնում են մեկ այլտեղ, մեկն ասում է ինչ որ, դերասան կոչված կամ չգիտեմ, ճիպոտով ծեծենք։ Ես իհարկե հասկանում եմ, որ դուք նախամարդ եք, բայց ուղղակի զարմանում եմ, դուք քաղաքակրթության հետ ինչ կապ ունեք։ Դուք ինչ եք ապրում միտեղ, որտեղ քաղաքակրթություն կա, կան համալսարաններ, գրքեր, սովորողներ, գրադարաններ։ Դուք այդքան շատ սիրում եք այդ կենցաղով ապրել, հասկանալի է, որովհետև ձեր վարքը դրան է բերում։ Խնդրեմ, մի անմարդաբնակ կղզի վերցրեք, այնտեղ կարող եք նաև մերկ ման գալ, գնացեք այնտեղ էլ իրար մատով, էլ թքելով, էլ քարով, էլ ճիպոտով, ոնց ուզում եք կյանքը վայելեք, դուք քաղաքակրթության հետ ընդհանրապես ոչ մի կապ չունեք, եւ ձեր մայրը երբ որ իր նկարը տեսնելով լրագրողին ասում է քո մաման է, այ դա արդեն ցույց է տալիս, թե այդ մաման ինչ կարգավիճակում է գտնվում։ Մի հրաշալի գիտություն կա, բազմիցս անդրադառնում ենք շատերս, հոգեբանություն, վերբալ հոգեբանությունը շատ լավ ցույց է տալիս, թե դուք ինչ հոգեվիճակի մեջ եք գտնվում։ Եթե դուք այդքան արդար եք, ձեր ասելով, ձեր վարած քաղաքականությունը այդքան ճիշտ է հայանպաստ է, ինչ եք փախնում մարդկանցից։ Ձեզ թվում է Նիկոլ, որ եկել էս Մարտունի, մի ալկաշ կա, որ առավոտից իրիկուն ընկածա փողոցները ալկաշություն անում, եւ այդ օրը ուղարկել են իրան, որ գա այսպես ասած իր փրկչի ձեռը պաչի, մի հատ էլ ասի քո անունով պիտի փողոց լինի, եւ մեկ էլ մի այլ ալկաշ կա, որը ծաղիկներն առած եկել էր Ավանեսյանին դիմավորելու, քո հույսը դրանք են։ Դու տեսնում ես, որ դու ինչ արեցիր չանցավ։ Հեծանիվ քշեցիր, որ ժողովրդի ինչ որ ձևով շեղես,
տեսար չանցավ։ Ընկաք փողոցները, ել սկսեցիք, չգիտեմ, պերաշկի ուտել, չգիտեմ ինչ բռնել ձեր ձեռն ուտել, ել գլուխ կոնձի տալ, ոչ մի բան չի անցնում։ Դու չես զգում հիմա էլ որ նստել եք ավտոբուս է ձեր մի փոքր խմբակով, չգիտեմ, տժժիկներ եք անում, էլի ձեր կարճուղեղով, ձեզ թվում է թե դուք սրանով կարող եք բան, հա, դուք ձեր համար ուղղակի օրակարգ եք ստեղծում, որ մի ձև ձեր այս ներքին անհանգստությունը, ձեր տառապանքը, վախերը ցույց չտաք, իսկ սովորաբար միշտ այդպես է, չէ՞, դժբախտ եւ վախեցող մարդիկ անդադ ժպտում են, որպեսզի դիմացին ցույց տան, որ իրենք երջանիկ են։ Չէ, չես խափում, էլ չես կարող խափես։ Այդ քո լավ դերասանություն ու մանիպուլյացիան վաղուց է անցել։ Հիմա այն խայտառակ ուրեմն տեսանյութին, որտեղ դու տղա ջան քո դեմքին նայելով արդեն པարզ է, էլի, ասենք նյարդահոգեբանական ֆակուլտետի բան ես, դիդակտիկ պարագա ես լավ։ Մատ ես թափ տալիս, այն կատաղած աչքերով, չգիտեմ ինչա, պոզայով, փախստական կնոջ եւ երեխայի վրա եւ ասում ես դուք փախածներ եք։ Լսի, այ անգրագետ։ Հայաստանի Հանրապետությունը հիմա ապրող բնակչության մեծ մասը փախել է ցեղասպանությունից։ Փախել է ցեղասպանությունից եւ եկել է այստեղ։ Հիմա ես այդ փախածներից մեկի թորն եմ, այ ողորմելի անգրագետ։ Այդպիսին են այ իմ ազգականներն, ովքեր աշխատում են եւ հարկ են ուծում, որ դու լափես եւ միլիարդներով ուրեմն տանես գրպանը պարգևավճար ստանաս։ Սա մեկ։ Երկրորդը, հիմա Լիբանանում եւ Իրանում պատերազմ է եւ մեր հայրենակիցները, ովքեր որ արդեն երրորդ սերունդը, նու հազարամյակներ շարունակ, բայց ցեղասպանությունից հետո ապրել են այնտեղ եւ Սիրիայում նույնպես, հա։ Եվ Ուկրաինայում եւ այդ պատերազմի պատճառով իրենք գալիս են Հայաստան։ Դե հիմա գնա օթանավակայան, ովքեր որ գալիս են Լիբանանից, Իրանից եւ այլ տեղերից գնա մեղրի, մատ թափտուր ասա դուք փախածներ եք։ Այդ մարդիկ այդ երկրի քաղաքացի են։ Իրենք Լիբանանի, արդեն սերնդեսերուտ Իրանի քաղաքացի են։ Դե գնա մատ թափտուրը տենց բան ասա։ Այ ողորմելի, այտենց են խոսում։ Այսինքն երեխան երբ որ կինը գրեթե 4 կողմով ընդամենը մի քանի մետր ճանապարհ կար փրկության, հարձակվել են իրենց վրա մի քանի տասնյակ միլիոնանոց ազգ եւ աշխարհը լուր նայում էր այդ սարսափին եւ այդ մարդիկ մի ճանապարհ ունեին փախնելու եւ փրկվելու, դու այդ մարդկանց ասում ես բան, հա, փախստականներ, կամ փախածներ։ Այո։ Այո, հիմա որտեղ են, այո, այսինքն դու ուզում էիր, որ այդ մարդկանց բոլորին մորթեին, դու ուզում էիր, որ այդ կնոջ հետ երեխային դներին մորթեն, դա էր չէ՞ ձեր ցանկությունը, որ արցախցիները այստեղ չկային, այդպես Ալիև հետ պայմանավորվել էիր, այն հիմար տգետ, բա որ փախած են, բայց տիկոտ են, Տիկո Ավինյանն են, սուտի ընտրված քաղաքապետը, բա Շարլ Անձնավուրի արձանն չի բացել, բա Շարլ Անձնավուրի ծնողները փախել են ցեղասպանությունից։ Այ անգրագետ, Վիլյամ Սարոյանի անունով դպրոց ունեք, ինչի համար եք այդ դպրոցը բացել, դե այդ դպրոցը տվեք փակել, ասեք իրանք փախած են, թողել են փախել են արևմտյան Հայաստանից, դրա համար էլ մենք իրանց անունով դպրոց կա, փողոց կա, փակում եք, ինչի եք դուք Շարլ Անձնավուրի անունով արձան տեղադրել եւ նաեւ հրապարակ կա, ուրեմն համայն հայոց մայրաքաղաք Երևանում, դու հիմա հասկանում ես, թե դու ինչքան տգետ ես, երբ որ ընկնում ես տարերքի մեջ, դու էլ չես տիրապետում քեզ։ Հիմա իմացի թե փախածնով է, փախածը քո կնիկն է, որ վրիցդ փախավ, Նիկոլ։ Փախածը քո աղջիկներն են, որ տեսանյութերը տենում են, ասում են, այս փախածներն էսով են։ Փախածը քո տղեն է, որ արդեն երկար ժամանակա դու տեղն էլ երևի չգիտես։ Հիմա իմացար փախածնով այ տղա։ Բա 22 թվականին որ Ջերմուկում Վարդենիսում կրակել են, Վարդենիսի գյուղերի մեծ մասը դատարկվում է։ Մեծ Մասրիկ համայնքի արդեն միջնակարգ դպրոցը փակվում է եւ սահմանամերձ լիքը գյուղեր։ Եվ 22 թվականին տեսնելով ինչա կատարվում, այլևս քեզ չվստահելով, գալիս են այստեղ Ջերմուկում գնա կոմունալները հարցրու, մինչեւ 2022 թվականը Իչքան շունչ էր ապրում եւ իչքան գումար էր վճարում կոմունալների, գնա հիմա տես։ Եվ այդ մարդիկ եկել են Երևան, Աբովյա, ես ինքս Վարդենիսի տարածաշրջանից լիքը մարդ գիտեմ, որ Չարենցավանում եւ Հրազդանում արդեն 22 թվականից տեղափոխվել են։ Դե հիմա գնա Երևանում, հարցրու ով է եղել Ջերմուկի մշտական բնակիչ, որ թող եկել է, մատ թափտուրը տենց, հա, բանի, գժի նման եւ ասա, որ դուք փախածներ եք։ Երբ ամենամեծ փախածը դու ես, երբ որ դու փախնում գնում, հասնում ես բան, Էրդողանին շնորհավորելու Ալիևի հազար ներողություն, Մարիամ ջան, քամակի հետևը կանգնած։ Փախածը դու ես, որ դու Նյու Յորքում գնում, փողոցն անցնում, գնում ես հային սպանող եւ մինչեւ հիմա հային ոչնչացնող ծրագիր ունեցող մեր պատմական թշնամի Թուրքի ուրեմն կնոջդ հետ գնում ես բանը թուրքական տուն եւ այնտեղ ուզում եք սիրունանաք եւ ձեզ թվում է քեզ Ալենչոյին եւ մնացածներին այնտեղ այդ ինչ որ կան այդ ձեր լուլու բուլուները որ վաղը փախնելու լինեք եւ գնաք Ադրբեջանը ձեզ ընդունելու է ասի գիտեք ինչ կա դուք մեր համար եք աշխատել դուք ասել եք որ Արցախը Ադրբեջանն է դուք ասել եք որ չգիտեմ Էսի սենց այնին հենց է մենք ձեզ կընդունենք ոչ թուրքը երբեք դավաճանին չի սիրել թուրքը միշտ էլ ում որ օգտագործել է Մխիթար Սպարապետի դեպքը հիշեցում շատերին
ում որ օգտագործել է իր օգտին, վերջում սպանել ասելով դուք ոնց եք ձեզ թույլ տվել ձեր ազգին դավաճանել։ Այնպես որ հələ կտենանք թե փախածն ով է, այդ փախած։ Հիմա այս խաղաղության օրակարգը ժողովուրդ ջան, որով որ ձեզ հրամցնում են, գիտեք մարդը տարբերվում է անասունից շատ հատկանիշներով, բայց երկու կարևոր բան կա, եւ որպես լեզվաբան ասեմ, դա լեզուն է, հաղորդակցումը, որ այսքան ձեզ բացատրում ենք, հələ մի խումբ գենետիկ դեբիլ կա, տեղ չի հասնում, եւ հիշողությամբ։ Ուրեմն ես շատ լավ հիշում եմ, երբ որ ազերիները Արարատ գյուղում էին ապրում, ինչեր տեղի ունենում Արարատ գյուղում եւ մեր դպրոցում, թե ինչքան արդեն 80-ական թվականներին ազերիներ կային եւ արդեն ինչ մթնոլորտ էր։ Ես շատ լավ հիշում եմ, երբ սկսվեց Արցախյան շարժումը, Մասիսում, որտեղ էլի ազերիներ էին շատ ապրում, հիշեցնեմ ձեզ 89 թվականին, որտեղ ուրեմն ջրային տնտեսությունում աշխատում էր թուրք, ամբողջ Մասիսի ջրերը թունավորել էր։ Այս սա է ձեր խաղաղություն բերողը, իրենք դրանից չեն հրաժարվել։ Ես շատ լավ հիշում եմ, որ հերոստատեսությամբ հայտարարեցին, որ Երազ գործարանում, որտեղ 2000-ից ավել աշխատող կար եւ ընդամենը մի քանի ազերի դանակը ձեռքներին սպառնում էին մայրաքաղաք Երևանում, Հայաստանում, մյուս աշխատակիցներին նրանք էլ վախեցած փախնում էին։ Եվս մի դեպք հիշեցնեմ, Արցախյան շարժման ժամանակ, երբ Փառք ու պատիվ այն տղաներին, նաեւ իմ ծնողին նույնպես նա կա, ովքեր որ ազատագրեցին Տիգրանաշենը եւ Տիգրանաշենի ճանապարհին ուրեմն նավթ էին լցրել, քանի մեքենա շուռեկավություն 9 թվականին եւ մահացան, որից նաեւ Եղեգնաձորից իմ ազգականներից մեկն էր երիտասարդ տղա։ Դուք էսի մոռացել եք, թե դուք մոռացել եք ինչպես հայկական Բաքուրակերտում ուրեմն բանը հայ կանանց խաչում էին, Թալիշների քաղաք Սումգայիթում, թե դուք մոռացել եք ինչպես էր նրանց հոգեվոր առաջնորդն ասում 10 տարի էլ սպասեք մերը կլինի։ Այդ դրա համար են ասում մենք քայլելով են գալու, ասում են քայլելով են գալու, որովհետեւ արդեն իրանցից գալիս են դուք էլ ուղեկցում եք, բերելու եք լցնեք այստեղ, մենք դառնանք փոքրամասնություն, հա դե երևի Երևանում մի հատ թաղամաս կթողենք, ասեն էսի բանը հայկական թաղամասը, ոնց որ Բաքվում թողեցին, որտեղ որ հայերն էին, եւ այդպես դուք այդ մի քանիսը փոխելով ձեր ազգանունը կամ իկեր, որտեղ դուք ստամոքսի մեռած եք ձեր համար հայրենիքը, դա ձեր ստամոքսն է, ձեր գրպանն է, ուրիշ տեղ չկա։ Դուք այտենց կարող եք ապրել։ Սա ձեզ հիշեցնեմ, սիրելի հայ ժողովուրդ։ Իսկ ինչ վերաբերում է իրեն թե ես խաղաղություն եմ բերել, հիմա սկսենք տեսնել։ Առաջինը, մինչև 20 թվականի Չարաբաստիկ պատերազմը, առաջին մեծ պատերազմը, որ Նիկոլը բերեց հայ ժողովրդի դեմ, դա բոլորիս իրար դեմ հանելն էր եւ ուրեմն կռվածնելը։ Ես սա կարող եմ ասել իմ ազգականների օրինակից, ես հիմա եւ նաեւ մի քանի այսպես օրինակ կբերեմ։ Սա մեկ 20 թվականի պատերազմ, 22-23, չհաշված նաեւ մնացած ընթացքում թե ինչեր տեղի ունեցան։ Մյուս պատերազմը եւ ամենամեծ ու ամենադաժան պատերազմը, Մայրամ ջան, որ շատ քչերն են խոսում կամ չեն խոսում, ու ասում են, բայց չեն ասում պատերազմ, դա հայի ինքնության դեմ է։ Երբ դու այսօր որոշ ուժայիներով ցավոք սրտի հետևում եք կետ առ կետ, որպեսզի դուք հայի ինքնության դեմ պատերազմ տաք։ Սա ամենասարսափելին է, երբ պատմություն չունեցող ուրեմն սրան դրա մշակույթը գողացող իրենով անող ազիկին դուք ասում եք, որ դուք պատմություն ունեք, սա պատմական ձեր տարածքն է, իսկ մենք, որ քաղաքակրթության բնորան ենք եւ միշտ եղել ենք այստեղ, դուք այսօր այդ բանը ասում եք, որ բանը այդ իրենցն է եւ ուրեմն անում եք պատերազմ հայ ժողովրդի դեմ եւ բազմիցս եւ հենց հայլի ակումբում ես ասել եմ, որ եթե սրանք ընտրվեն, սրանք գալու են ընկնեն տները, Մայրամ ջան, հիշում ենք, չէ, որpիսի ամեն մեկից առանձին ասեն դու Նժդեհի գիրք ունես, Արարատ լեռ ունես, ես չգիտեմ, սա ունես, բոլորը մեր ձեռից հավաքեն եւ տանեն։ Այս սա այն պատերազմն է, որը դու հիմա անում ես հայ ժողովրդի դեմ։ Ու եթե Աստված մի արածցե, եթե քո նմանը վերընտրվի, լավ հիշիր հայ ժողովուրդ, սեպտեմբերյան պատերազմը, որը որ Նիկոլը խոստանում էր, այդ սեպտեմբերյան պատերազմը լինում է Երևանում, երբ որ ազերիներին լցնեն, Երևանի փողոցներում է լինելու այդ պատերազմը։ Դուք արդեն ստիպված եք լինելու ամեն տեսակի զենքով, չգիտեմ որտեղ թաքցնելով ձեր երեխաներին, ինչը որ 88-89 թվականին տեղի էր ունենում Արարատում, Մասիսում, ես չգիտեմ Սիսիանում, Երևանում եւ այլտեղ, որտեղ կռիվ էին անում ազերիների դեմ հայոց հողի վրա, երբեմն նաև նույնիսկ խուսափելով։ Այս պատերազմը դու բերելու ես։ Մի երկու ազգական ունեմ, նու այսպես, հա, որպես օրինակ բերեմ, Մարտունուց 2021-22 թվականին նույնիսկ պատկերացեք աբսուրդի էր իրենց մոտ նիկոլիզմը եւ ինձ ասում էին դանակը ձեռին տեղական բարբառով քեզ տղա կմորթինք, եթե Նիկոլին բանսիս։ Հիմա իրանք այնքան են էշացել, Նիկոլ, հիասթափեցնեմ քեզ, այնքան են էշացել,
Դա ես իրենց բանի տեղ չեմ դրում, որովհետև իրենք ինձ համար մարդ չեն։ Ու չնայած նրան, որ իրենք հայտարարում են կողից թե ում են ընտրելու, լսելով նաև ինձ, բայց միևնույն է, ես նրանց երբեք չեմ ների, որովհետև հենց 21 թվականին նրանց ձեռամբ նորից դու եկար եւ արեց իրեն չարաբաստիկ գործը, որը մինչեւ հիմա անում ես։ Եվ այդ մարդիկ գիտեք ինչ են ասում, ինչի մենք ուրիշի պատճառով կռվանք իր հետ։ Դու արդեն շատերի համար ուրիշ ես դարձել, հիասթափեցնեմ քեզ։ Ուրեմն անցած տարի իմ ազգականներից մեկը, որը նույնպես, Վայոց ձորից, այսպես քո նիկոլիզմով էր տառապում, անցած տարի զանգել ինձ, ասում է, գիտես Լեհաստան եւ Չեխիա տանում են բանվորության, կարաս զանգես մի հատ հետաքրքրվես ինչ կազմակերպություն է։ Դե իմ առաջին պատասխանն էր. Այս Նիկոլին ընտրեցիք ինձ նվեր եք թողում, դուք ուզում եք փախնեք Եվրոպա, ասեցի ոչ կմնաք, ու հիմա դատարկվում է գյուղերը։ Այս է նիկոլիզմ։ Արարատում ցավոք սրտի 3 հանդիպեցի մեկին, դե կան չէ մի տեսակ մարդիկ լավ գիտեք են որ իրենց ամբողջ կյանքի իրենց ցեղով պապական եկածա իրենք պատի տակ պպզած նրանից ծխախոտ են ուզում կամ տենան ումից կարան մի բան քերեն տանեն որ լափեն եւ այտենց մեկը թե բա էս ինչ ես ասում էս ինչ ես ուզում Ռոբերտ Քոչարյանը գա եւ այլն ասեցի աշկդ հանում եմ որ ուզում եմ Ռոբերտ Քոչարյանը գա ու 1000 պատճառ ունեմ դրա համար ասելու թե ինչի պիտի գա ու ցավն այն է ինչպես Շիրազը սկասել ես հպարտ եմ որ հայ եմ ծնվել բայց ամաչում եմ որ քեզ եմ նման երբ որ մարդը Արարատի մարզից է, ապրում է Արարատ քաղաքում, փողոցից այն կողմ Արարատի սուպերմարկետն է, դեռ ավելին, գրպանում դրած է Արարատ ծխախոտ, եւ ինքը ինձ ասում է, քո ինչին է պետք Մասիսը։ Այդ տականք, քո նմանները մի օր մաքրվելու են, որովհետեւ մոլախոտը որ չմաքրվեց, վատ է լինելու, բայց քո նմանները մի օր մաքրվելու են մեր երկրից։ Գիտեք, ես այլևս չեմ զարմանում, եւ աշխարհում չկա մի բան, գրեթե որ ինձ զարմացնի։ Ես գրեթե ոչ մի բան չկա, որից ես զարմանք ապրեմ, որովհետև ես տեսնում եմ, թե ինչպես է դեմոկրատիայի մամա Ամերիկան, մտնում այլ երկիր նախագահ է գողանում տանում, խախտելով ՄԱԿ-ի բոլոր օրենքները, ընդհանրապես 1-2, այսպես, երկուսը խոսում են միջազգային արենայում եւ փակվում է գործը։ Երբ որ սիոնիստական ռեժիմը այս ստրուկ Ամերիկայի հետ հարվածում է Իրանին եւ խփում են դպրոցի, մոտավորապես 170 դեռահաս աղջկային ուրեմն սպանում։ Եվ աշխարհը սա նորմալ է ընդունում, իրենք էլ ասում են սա ճիշտ է։ Ես այլևս զարմանալու բան չունեմ։ Եվ ինձ զարմացնում է այն այսքանի մեջ, որ դուք նման մի խելագարի, նման մի աննորմալի ասացով թրիփով դուք համարում եք, որ սա խաղաղություն կբերի։ Հիշեցնեմ ձեզ, այդ նույն Թրամփը ընտրվելուց առաջ ասում էր, երբ որ ես գամ 24 ժամվա մեջ կկանգնեցնեմ Ուկրաինայի պատերազմը։ Կանգնեցրեց։ Կանգնած է Ուկրաինայի պատերազմը, թե արդեն մի տարի է շարունակվում է եւ միլիոնավոր կորուստներ կան։ Այդ նույն մարդը, որ խոսում էր, ասում էր պատերազմը վատ բան է, այդ նույն մարդը հիմա ամենամեծ պատերազմն է անում եւ հիմա Բունդեստագին եմ լսում, չգիտեմ, Գերմանիայի վարչապետին, նախարարներին ասում են կատաստրոֆ է բերում մեր գլխին։ Բա նոր եք հասկանում, թե հիմար ինչ կատաստրոֆ կարա բերի։ Այդ սուտասանը շատ նման են մերոնց, ուրիշ բան են ասում, հետո լրիվ ուրիշ բան են անում։ Ուրեմն փաստորեն ստացվում է այսպես, այս դեմոկրատիայի մամա Թրամփը, որ իրեն համարում է, որ ինքը պետք է աշխարհին թելադրի ինչպես ապրեն, ուրեմն իրենք կարողանում են Էփշտեյնի թղթերը բացահայտվեց, իրենք խմբակային մանկահասակ երեխաներ են բռնաբարում, մանկահասակ աղջիկներ են բռնաբարում, դա համարում են նորմալ, ընդունելի, երբ որ այդ տեսանյութերը կա, բայց Պասկաստանը, որ կանայք գլխաշոր են կրում, դա հանարում են աննորմալ, անընդունելի։ Հիմա հասկանում եք, թե ինչ ողորմելի վիճակում եք մենք։ Եվ այսքանից հետո, սիրելի ժողովուրդ, այսքանից հետո դուք ուզում եք, որ այս տականքին, ասածը, այս խփնվածի, որ ամբողջ արևելքը ձեռ է առնում, առավոտից երեկո ծաղրում է սրան, ինչպես է պարում, ինչպես են գնում այստեղ այնտեղ, թե ես այս կանեմ, այն կանեմ, դուք ուզում եք, որ սա մեզ երաշխավոր դառնա։ Հիմա 1-2 ուրեմն հիշեցում անեմ, որը վերջերս նաև տեսանյութը համացանցում տարածում են։ Սա Թրամփի ընտրվելուց առաջ։ Տեսեք ինչ է ասում, մեջբերում։ Մենք երբեք չպետք է լինեինք Իրաքում եւ անկայունացնենք միջին արևելքը։ Եվ մենք 2 տրիլիոն դոլար ենք ծախսել, ել չասեմ հազարավոր ամերիկացի կյանքերի մասին։ Ընդ որում շարունակում է մեկ այլ տեսանյութում մեղադրելով Բայդենին ընտրություններից առաջ։ Ասում է դուք ուզում եք ընտրվեք, որովհետև Իրանի դեմ պատերազմ եք ուզում անել եւ դուք ի վիճակի չեք բանակցելու։ Դե հիմա տեսեք ինչ է կատարվում հարգելի ժողովուրդ։ Այս ամենը տեղ ունեցավ, որովհետև Իսրայելն ասես պիտի խփես, ասես չէ, բացեցին Էփշտեյնի որոշ մասը թղթերը, այսինքն ավելի խայտարակ ուրեմն բան տեսանյութեր կան եւ ստիպված ուրեմն գնաց։ Սա արևելքի ինչն է մեծ արժեքը շանտաժը։ Իրենք այսպես են աշխատում, շանտաժ անելով բոլորին։ Եվ հիմա դու հայ ժողովուրդ ուզում ես, որ այս հիմարին
բերես եւ ասես, քեզ ճանապարհ ենք տալիս եւ դու այստեղ ալ մեզ խաղաղություն բեր ու դու չես վախենում, որ վաղը Հայաստանը, երբ որ դրանք եկան, կսարքեն մեծ պլատֆորմ։ Դուք այս մի կտոր հողն էլ ուզում եք ինչ որ ամերիկացու համար անեք, բայց երբ որ 20 թվականին պատերազմել է Թրամփն ուր էր, երբ որ Արցախը դատարկվել է Թրամփն ուր էր, երբ որ գերիներին տանջում են, երբ որ հայ կանանց ջերմուկում մորթում են, բա ինչու մեկը ձեն չէր հանում։ Թե այդ ժամանակ պետք չէր ձեն հանել։ Ձեր սիրելի եւ Իսրայելի սիրելի բան Ալիևն էր, իրեն ամեն ինչ կարելի է։ Իրեն կարելի է 21 տարի ղեկին լինել, դիկտատոր լինել, բայց ասենք Լուկաշենկոն եւ Կիմ Չին ինչի կարելի։ Իրենց կարելի է, որովհետեւ ձեր նվագի տակ են ապարում։ Այս կարգի կեղծ եք դուք եւ զզվելի։ Շարունակեմ ուրեմն մեջբերումները։ Ուրեմն ամերիկացիները նաև քանի որ սա ստի ուրեմն բան է, հա, այսպես վարպետ է, Թրամփին ասում են քեզ պետք է ստի Օսկար տանք։ Սիրելի ամերիկացիներ, մեկը եւս մեր մոտ կա, մի քանիսը, բայց հատկապես մեկը խնդրում եմ այդ հարցում նաև ուրեմն մեզ էլ հաշվի առեք եւ հայ ժողովուրդ այսքան միամիտ մի եղեք էլի, հա։ Հիմա Թրամփի հռետորաբանության մասին բելգիացի ուրեմն падգամավորը Եվրոխորհրդանում սույն թվականի մարտի ուրեմն 22-ին կամ գուցե օրը շփոթում եմ, ինչ հայտարարություն է անում, падգամավորի անունն է Մարկ Բոտենգոն։ Եվրամիությանը մեղադրում է Ամերիկային, որ աջակցել է ընդդեմ Իրանի եւ ինչ է ասում։ Ամերիկայի Միացյալ Նահանգներ ձեր ռումբերը երբեք ժողովրդավարություն չեն բերել եւ չեն բերի։ Եվ այսքանից հետո հայ ժողովուրդ դու ուզում ես հավատալ այս խամաճիկին, հա, դու ուզում ես հավատալ, որ ինչ որ Թրամփի թրիփ պիտի լինի եւ դա քեզ կբերի խաղաղություն, երբ որ հենց ինքը եվրոպացին, Եվրոխորհրդարանի падգամավորը ինքը արևմտյան այսպես ասած արժեքներ կրողը ինքը չի հավատում։ Եվս մեկ ուրեմն մեջբերում անեմ կապված իսպանացի մեկ այլ падգամավորի հետ եւ Իսպանիայի խորհրդարանից Իոնե Բելաորին կամ գուցե մի փոքր հա անունը սխալ ասեմ, սույն թվականի ուրեմն մարտի 19-ին իր ելույթի ժամանակ հետևյալը Պաղեստին, Վենեսուելա, Կուբա, Իրան, Լիբանան, Եմեն, Գրենլանդիա, այս պահին Իսրայելը եւ Ամերիկան լավ լսի թե ինչ է ասում, իսպանացի падգամավորը միամիտ հայ ժողովուրդ, աշխարհի ամենամեծ վտանգն է, ամենամեծը մարդկության դեմ։ Հիմա դու հասկանում ես ում ես բերում քո տուն։ Դու հասկանում ես ում ես վստահում քո սահմանները։ Բա մենք որպես իմաստուն ժողովուրդ, մեր ժողովուրդը լավ ասացվածքներ ունի։ Ասում է, չէ՞, քամին ասեց Մարակ դուրդ բաց դարման բերեմ։ Մարակն ասեց իմ միջինը մի տար քո բերած ինձ պետք չի։ Սարդարապատը մենք հաղթեցինք, չէ՞, մենակ էինք։ Դու ուզում ես, որ ինչ որ մի յանկի, ինչ որ կոկա-կոլա օվկիանոսից այս կողմ գա եւ գա քեզ փրկի, դու մոռացել ես թե Լեռ Կամսարը համաշխարհային բժիշկ գրելուց ինչպես էր ծաղրում ամերիկյան քաղաքականությունը։ Թե եթե մոռացել ես, եւս մեկ անգամ, որպեսզի տարբերվես կենթանուց, մի հատ հիշողությունը թարմացրու։ Պարզ է, ուրեմն հիմա անցնեմ եւս մեկ քանի հա այսպես կարևոր թեմաների ես շատ լավ հիշում եմ մի հատ ծիտ Արամ կար չէ ժողովուրդ ջան որ ասում էր ես որ դուրս գամ եւ բանը 10000 հոգի հետևիցս կգան Արամ ոչ երևում ես ոչ է քո 10000-ն է երևում բա 10000-ով եկեք հələ մի հատ պերաշկի փարթի արեք տենանք էլի ուղիղ բան շուրջուխները ձեր ձեռապինդ բռնած մի հատ բայ 10000-ը դուրա չկա չէ այդ տեսնում եք թե դուք ինչքան սուտասան եւ անսկզբունքային մարդիկ եք եւ ես նորից եմ ասում ես ցավ եմ ապրում երբ տեսնում եմ դեռ այսքանից հետո որ գտնվում են ինչ որ մարդիկ դե հասկանալի է որովհետեւ նրանց ուղեղի մակարդակը դա է այս խունտային ծափ է տալիս վերջերս պատահաբար նախկին ինչ որ հա այսպես մի падգամավոր էր խոսում չգիտեմ ինչ էր Ռոբերտ Քոչարյանի մասին հիմա ես քեզ հիշեցնեմ տղա ջան այն որ ուզում ես Ռոբերտ Քոչարյանի վրա իբրև թե ցեղ շպրտես հիմա լավ լսիր Ես 8 տարի Ռոբերտ Քոչարյանի ժամանակ 8 տարի ապրել եմ խաղաղ եւ հանգիստ Հայաստանում։ Հայաստանի Հանրապետության սահմաններ, ինչպես նաեւ Արցախի, ոչ թե 1 օրով, կես օրով կամ 1 ժամով կամ 1 րոպեով, անգամ 1 վայրկյանով էսկալացիա չի եղել Հայաստանի Հանրապետության եւ Արցախի նկատմամբ։ Եվ դա շնորհիվ Ռոբերտ Քոչարյանի։ Եվ այդ խաղաղության պաշտպանը արել է մի մարդ, ով անցել է պատերազմի բովով։ Ու դու այսօր եկել ես Ռոբերտ Քոչարյանին մեղադրում ես։ Այո։ Մայրամ ջան, այո, շնորհակալություն, քանի որ վերջերս այնպես է ստացվել, որ ես մի քանի այլ TV-ներով խոսել եմ,
Ես շատ լավ հիշում եմ, թե ինչ վիճակում էր Հայաստանը, Հայաստանի Հանրապետության տնտեսությունը։ Ես հիշում եմ, ինչպես էին Արարատի մարզում խաղողը հավաքում, շաբաթներով կանգնում են փչաններ, չէին կարողանում հանձնել։ Լոլիկները հանձնում էին 10 դրամով, մի տարի հետո գումարը տալիս են կամ չէին տալիս։ Ինչպիսի աշխատավարձ էին ստանում մանկավարժները, եթե ստանում էին։ Տարիներով իմ տատ աշխատել է Արարատի ուրեմն հիվանդանոցում։ Տարիներով այն սովորական աշխատողներին աշխատավարձ չեք տալի։ Եվ ես շատ լավ հիշում եմ, երբ որ Ռոբերտ Քոչարյանը եկավ դարձավ երկրի նախագահ, ինչպես շատ արագ այդ ամենը ընկավ իր տեղը։ Երբ որ ամեն ամիս ամսվա սկզբին ես որպես մանկավարժ եմ ասում, ստանում ենք աշխատավարձ, թոշակառու ստանում էր թոշակ, ինչպես բարձրացվեց աշխատավարձը։ Ես 99 թվականին, ուրեմն Մարիամ ջան, երբ որ ընդունվեցի Ոսկետապ համայնքում, այդ ժամանակ 4-րդ կուրս էի, աշխատելու որպես ուսուցիչ 4350 դրամ էր իմ աշխատավարձը, նու այդ ժամանակ ասենց լրիվ դրույք չէր, նու ամեն դեպքում քիչ էր գումարը։ Սեպտեմբերի իմ աշխատավարձը ես ստացել եմ դեկտեմբերի վերջին։ Ընդ որում քարտուղարին, որ զանգեց, կատակով ասեց, որոշել են նվեր անել, դրա համար նոր տարուն այս գումարը տալիս են։ Երբ Ռոբերտ Քոչարյանն եկավ, ես ոչ միայն ստեցի կանոնավոր ստանալ, այլև 2003 թվականին 4350 դրամից իմ աշխատավարձը դարձել էր 29000 դրամ։ Ինքներդ հաշվեք, թե քանի անգամ էր դա բարձրացել։ Ես կարող եմ բազմաթիվ բաներ թվարկել, երբ որ օրինակ առաջին անգամ, Վարդենյանց Լեռնացքը, որ ասֆալտապատվեց, Լինսի գումարներով դարվել է Ռոբերտ Քոչարյանի ժամանակ։ Առաջին անգամ, որ Սիսիանի ճանապարհին միշտ բուք էր լինում եւ կանգնում էին, Ռոբերտ Քոչարյանը կայաններ տվեց տեղադրել, որպեսզի այդ ամենը մաքրվի։ Ես մանկավարժական համալսարանի ուսանող էի, ամոթել է ասել, չնայած անդրադարձել եմ։ Բուհը չէր ջեռուցվում։ Մենք վճարում էինք, չէր ջեռուցվում բուհը։ Ռոբերտ Քոչարյանը եկավ սկսեց ջեռուցվել։ Բանեք ինչի չէի կանում։ Այդ նաև այդ թևից այդ ժամանակվա խոսացող մարդիկ, որ խոսվեք, բանեք ինչու չէի կանում։ Էլ չասեմ Արարատից եւ այլ մարզից եկող ավտոբուսների խայտարակ վիճակը։ Այդ ինչի ամեն ինչ կարգավորվեց շատ արագ։ Բա դուք կարգավոր եք, ինչի եք սպասում, որ Արցախից Ռոբերտ Քոչարյանը գար։ Ինչի եք սպասում։ Թե այդ ժամանակ լավ էր, ամեն ինչ կարգավորեց։ Եվ մեկ էլ մի բան, զոմբիներ ու բանը, կոկործ ապտվողներ։ Բա որ այդ Քոչարյանը այտենց լրիվ քանդել է, ես հեսա ուրիշ բաներ կթվարկեմ։ Այդ ինչի Անգելա Մերկելին բերեցիք տարակ Հյուսիսային փողոցը, հետո նկարվեցիք։ Տանեք ձեր ակադեմիական քաղաք, ձեզով էր բռնում։ Հենց տանեք ցույց տակ, թե ինչ բան համալսարան եք սարքե։ Բա տանեք այնտեղ Ժաննայի հետ նստեք գնացք է, որ գնում եք, Պերաշկին բռնած, իրանց ձեռնել մի բան տայ։ Այո, Աջափնյակի մետրոյով, բանը ուղիղ գնայք բանը ակադեմիական քաղաքը ցույց տալու։ Էլթոն Ջոնին բերում եք, տանում եք Հյուսիսային փողոցա։ Այդ Հյուսիսային փողոցան ու ժամանակա կառուցվել։ Թե մոռացել եք ինչ խայտարակ վիճակ էր մայրաքաղաքի կենտրոնը։ Մոռացել եք, բայց ես հիշեցնում եմ։ Օղակաձև այգին ես մանկավարժական համալսարանի ուսանող եմ եղել։ Ինչ խայտարակ վիճակ էր։ Ամբողջը տվեց Ռոբերտ Քոչարյանը կարգավորել, կառուցվեց, բարեկարգվեց։ Ես էլ Սասունցի Դավթի էլ չգիտեմ կայարանի մասին, գնացքների եւ այսպես շարունակ ամեն ինչ կարգավորեց, հիմա դուք եկել եք կայացած մարդուն, ով վարում էր դիվանագիտություն, բան եք ասում։ Եվ գիտեք Մարիամ ջան, իմ համար ծիծաղելին որն է, որ ասում են ինքը ինչա ԿԿԲ-ի ագենտ։ Այս ողորմելիները չգիտեն, որ ԿԿԲ չկա, առաջին, երկրորդ, բայց ԿԿԲ-ի ագենտը 2003 թվականին Եվրոպարլամենտում առաջին անգամ որ ելույթ էր ունենում։ Բայց ժամանակ Եվրոպարլամենտը չէր ասում, դու ԿԿԲ-ի բան ես, քեզ չենք թողում։ Լսեք, այ հիմարներ, մի հատ ձեր հիշողությունը, եթե ի վիճակի եք, բան մաքրեք, մի հատ ցենց են ոնց է էլի, որ խոզանակը վերցնում ես, փոշին ուզում են կեղտեր արանքից անեն, այնքան կեղտ է լցվել։ Մի հատ մաքրեք, նոր տեսեք, ես ուղղակի ի վիճակի չեմ, երբեմն ձեզ բան բացատրելու։ Այս բաժակը 200 գրամ է, երևի Մարիամ ջան։ 200 գրամ եթե ջուր լցնեք, թափվելու է։ Իմ ինտելեկտուալ սանդղակը այնքան կա, որ բացատրեմ, բայց այնքան չկա, որ ես ի վիճակի լինեմ ձեր նման գենետիկ դեբիլներին ընկալելու եւ հասկանալու։ Եղավ այնպես, որ ես կարող եմ նորից եմ ասում շարքը թվարկել, թե ինչեր է տեղի ունեցել Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, բայց ամենակարևորը տեղի ունեցել այն, որ 8 տարի շարունակ Հայաստանի Հանրապետության սահմանները եւ Արցախի եղել են հանգիստ եւ խաղաղ։ Եվ Վարդենիստին հանգիստ գնացել է Վարդենիսում հողամշակելիս կեսօր չեն անում, Սյունիքում նույնն են արել, Տավուշում նույնն են արել։ Դե հիմա գնացեք եւ տեսեք դատարկվող գյուղեր։ Ես հիշեցնեմ օրինակ Մարտունու երկրորդ դպրոցը, որ այսպես հայտնի է գերմանացիների դպրոց։ Գնացեք տեսեք, թե ինչ ձևի է կառուցվել Ռոբերտ Քոչարյանի ժամանակ եւ ոչ մի խախտում չկա, ինչ կառույց է։ Ձեր կառուցածները քանդվում են։ Մարիամ ջան, մանկավարժականի դիմացը անցնում եք, չէ՞, այնտեղ կա։ Կառուցվել է Ռոբերտ Քոչարյանի ժամանակ։ Անձրևներ որ լինում է, բայց անձրևների ժամանակ ինչի՞ չէր հեղեղնդե չի լինում։ Ձեր կառուցածի ժամանակ բոլոր տեղը չէր հեղեղա։ Էս չեք դուք։ Այն որ ասում եք շինեք, էս է շինածը։ Հələ դուք միած ձեր ուղեղը շինեք, հետո նոր կանցնեք, չգիտեմ, էս ինչ որ բան
բացատրելու։ Ինձ նորից եմ ասում, զարմացնում է եւ զայրացնում է այն հայ մանկավարժ, հայ պատմաբան, հայ բանասեր, երբ որ դուք լուռ եք, որովհետեւ լռություն ու անտարբերությունը, հատկապես անտարբերությունը, դա ամենամեծ մարդասպանն է եւ ձեզ ասեմ, այս ամենի նկատմամբ ձեր լռությունը նաեւ ցույց է տալիս, գիտեք, կարծեք հանցագործությանը ներկա լինել։ Առաջին ձայն բարձրացնողը հայ մանկավարժ դու պիտի լինեիր, որովհետև եւ սովի, եւ ցրտի, եւ ցեղասպանության բոլոր տարիներին հայ սերնդին դուք եք պահել։ Դուք հասկացել եք, որ գիտելիք է պետք, իսկ այսօր աշխարհին գիտելիք տվող, աշխարհի գիտելիքի կենտրոն, տիեզերքի կենտրոն Հայաստանին ուզում են բան ստորացնել ինչ որ Թուրքի առաջ։ Իսկապես ինձ համար ցավալի է, եւ ես այս առիթով, քանի որ սրան անդրադարձա, ուրեմն 1-2 պատմական մեջբերում անեմ եւ թերևս սրանով վերջացնեմ։ Ուրեմն պատահական վերջերս կարդում էի անգլիացի հայտնի ճանապարհորդ, հետախույզ, ուրեմն Թոմաս Կոեթի ուրեմն կյանքի մասին եւ մեկ էլ ինչ պարզեմ։ Փաստորեն այս մարդը եկել է Միջին Արևելքով, Պարսկաստան եւ այլն եւ հասել է մինչեւ Հնդկաստան։ Եվ 1615 թվականին, երբ որ նա լինելով Հնդկաստանում եւ խնդիրներ է ունեցել եւ հայտնվել է դատարանում, նամակ է գրում Անգլիային եւ պատմում է տեղի հայ համայնքի մասին եւ գիտեք ինչ է նկարագրում Armenian generosity, այսինքն հայկական մեծահոգություն եւ իր նամակներից մեկում ասում է ես հանդիպեցի a generous and noble Christian of Armenian race տեսեք ինչպես է նկարագրում անգլիացին ինքներդ բացեք Thomas Coet English Explorer եւ տեսեք թե ինչ են գրում մեր մասին մեկ այլ բան ասեմ գուցե շատերի համար նորություն լինի դու գիտեք որ Arthur Conan Doyle-ի հա Sherlock Holmes-ի հեղինակի տուն թանգարանի Sherlock Holmes-ի այսպես ասած թանգարանը նույնպես բացել է հայ եւ եղել է ընդ որում կոկոլ արևմտյան Հայաստանից փախած գրած Armenian immigrant եւ Տիկին Այդինյանցը գնելով 221B հա այն շենքը որտեղ որ բան Sherlock Holmes-ը հանդիպում էր Watson-ին եւ նա լինելով մեծ ֆանատ Sherlock Holmes-ի բացում է այդ թանգարանը մեկ այլ հետաքրքիր փաստ ասեմ ուրեմն Երբ որ նայում ենք լեզուներին աշխարհի շատ տեղերա նշված որ հայկական ծագում ունեն եւ հայերն են դա առաջինը հա իրենց մոտ են գտնում աղբյուրները դրանը վերաբերում նաեւ մոնղոլերենը առաջին անգամ 13-րդ դարում քարի վրա որտեղ գտնվել է մոնղոլական 55 բառերի արձանագրություն դա մոնղոլերեն են ասում բացեք նույնիսկ Վիկիպեդիան եւ այնտեղ կտեսնեք դա արել է Կիրակոս Գանձակեցին հա մի բան էլ ասեմ Կիրակոս Գանձակեցին գրածա Հայաստանի Գանձակ քաղաքից է, այն որ ձեր նմաններն այսօր ասում են բանը, Ադրբեջան եւ Գյանջա։ Մենք վերադառնալու ենք, ես ձեզ ասեմ, մենք վերադառնալ ենք ոչ միայն Արցախ, Գանձակ, այլ նաեւ Նախիջևան, Կարսիևանի եւ այնտեղ որտեղ Նժդեհը, Անդրանիկը եւ մյուսներն են ծնվել, այնտեղ բացելու ենք հայկական թանգարաններ։ Հիասթափեցնեմ ձեզ։ Եվ վերջում հիշեք սիրելի ժողովուրդ, որ մենք շուտով ունենալու ենք ընտրություն եւ այդ ընտրությունը ուրեմն լինելու է շատ կարեւոր։ Այդ ընտրությունը որոշելու է մեր լինել չլինելը այս աշխարհի տակ եւ այդ ընտրությունը լինելու է ձեր ձեռամբ թույլ մի տվեք որպիսի թուրքական խունտան հաղթի մեզ որովհետեւ դարեր շարունակ նրանք դրանով են զբաղվել Եվ հիմա եկել այն պահը, որտեղ մենք տարաձայնությունները պետք է մի կողմ դնենք։ Եվ ես համոզված եմ, որ մեր ինչպես Վահագն Դիցն է, հա, վիշապաքաղ Վահագն Դիցը եւ Նժդեհյան ոգին ուղեկցելու է մեզ եւ գալու է ուժեղ եւ կայուն Հայաստան, ինչպես եղել է, եւ մենք հասնելու ենք մեր նպատակին եւ Մասիսը մերն է, փառք ու պատիվ մեզ կհանդիպենք